Մինչև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը հայ-ադրբեջան փաստացի խաղաղության պայմաններում, ինչպես ձևակերպում են Երևանի եւ Բաքվի իշխանությունները, այս օրակարգը դեռ պետք է կյանքի կոչվի, որ բարեկեցությունը գա։ Ամերիկյան Nexus-ի հետ զրույցում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանն է ձևակերպել. Խաղաղության բացակայության պատճառով բազմաթիվ հնարավորություններ արգելափակված էին։ Հենց որ սկսենք իրականացնել խաղաղության օրակարգը, կգա բարգավաճումը։ Մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը, մենք ձգտում ենք Հայաստանի ավելի մեծ անկախության։ Ավելի մեծ ինքնիշխանությունը նշանակում է ավելի փոքր կախվածություն մեկ խաղացողից։ Դեսպան Մկրտչյանն այստեղ շարունակում է անդրադառնալով Հայաստանի սպառազինությանը. տասնամյակներով զինվում էինք խորհրդային զենքով։ Հիմա սկսել են ռազմական հարաբերություններ ձևավորել Վաշինգտոնի, Փարիզի, նաև Նյու Դելիի հետ։ Այժմ դուռը բաց է։ Տասնամյակներ անց մենք հնարավորություն ունենք ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու։ Սա մեր դիվերսիֆիկացիայի քաղաքականության մի մասն է։ Ներկայում մենք տարբեր տեխնոլոգիաներ ենք ստանում ավելի քան 7 երկրից, այդ թվում ԱՄՆ-ից։ Այժմ դուռը բաց է, ավելի քան 7 երկրից տարբեր զինատեսակներ ենք ձեռք բերում, բայց նախորդ տարվա օգոստոսից Հայաստանի հետ խաղաղության փաստաթղթի նախաստորագրմամբ ռազմական տեխնիկա, մինչև այդ էլ տարբեր երկրներից ձեռք բերող Ադրբեջանի առաջ նույնպես բացվեց ամերիկյան զինապահեստը, նկատում են հայաստանյան փորձագիտական վերլուծական համայնքում։ Միաժամանակ տեսնում ենք, որ եթե Հայաստանի մասով գիտատեխնիկական նորամուծություններ են, ինովացիոն տեխնոլոգիաներ են ներդրվում, ապա Ադրբեջանի մասով հիմնականում ռազմաստրատեգիական կարևորության զենքերի վաճառք է դրվում։ Եթե 907 բանաձև անգամ դե յուրե չի դուրս գալիս, օրինագիծը չի հաստատվում, բայց այդուհանդերձ զենքի սպասարկումը տրամադրվում է Ադրբեջանին, այստեղ շատ լուրջ մտածելու տեղիք կա։ Ըստ մասնագետի այստեղ մինչև իսկ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատման հարցը կարելի է կասկածի տակ առնել։ Ինչպես կարող է երկու երկրներ, որոնք նոր են պատերազմական իրավիճակից դուրս եկել ու փորձում են խաղաղություն հաստատել, բայց այդուհանդերձ մի կողմը զինվում է, ավելի ճիշտ մի կողմին զինում է այն կողմը, որը որ իր վրա է վերցրել միջնորդի խաղաղարարի կարգավիճակը։ Խաղաղության շուրջ հայտարարությունների եւ անվտանգային քաղաքականության միջև հավասարակշռությունն այս փուլում շարունակում է մնալ տարածաշրջանի եւ գլխավոր մարտահրավերներից մեկը։ Բարիդրացիության օրակարգն ու ռազմաքաղաքական հաշվարկները զուգահեռ են, շարունակելով ձևավորել միևնույն քաղաքական իրականությունն ու իրենց հետ բերելով նաեւ նոր հարցադրումներ։ Վերջին տարիներին պետության կողմից իրականացվող քաղաքականությունը միտված է խոշորացմանը, միավորվում են կառույցները, համայնքները, տեսչական մարմինները եւ այլն։ Հիմնավորումներից մեկը որպես կանոն ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է, նպատակներից մյուսը կառավարման որակի բարձրացումը։ Եվ ահա վերջերս կառավարության լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հայաստանի կառավարությունում քննարկվում է մինչև 2028 թվականը մարզպետարանների ինստիտուտը փուլային կարգով վերափոխելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների գործող մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել կառավարության մեկ ներկայացուցիչ, փոքր աշխատակազմով եւ սահմանափակ լիազորություններով։ Խորհրդային Հայաստանը միջև անկախությունը ընդհանրապես շրջաններ էր, Մեղրի շրջան, Ղապանի շրջան, Երևան քաղաքի առանձին շրջաններ ուներ, ընդհանուր մոտավորապես 37 շրջան գոյություններ, շրջանային խորհուրդներ, շրջանի գործկոմներ եւ այլն քաղաքական խորհուրդներ։ Դա կառավարման ամենաօպտիմալ սկզբունքներ Հայաստանի նման փոքր երկրի համար, բայց 90-ականներին, երբ որ եկավ իշխանությունը, ՀՀՇ-ն նորից էլի մտցրեց 96 թվականին, եթե չեմ սխալվում, ելես մարզերի սկզբունքը Հայաստանը բաժանվեց մարզերը, որ ավելի հեշտ լինի իբր թե կառավարումը։ Հրապարակումների համաձայն քննարկվող փոփոխությունների նպատակը պետական կառավարման համակարգի օպտիմալացումն է։ Վերջին տարիներին մարզպետարաններից մի շարք գործառույթներ փոխանցվել են մյուս պետական մարմիններին, հիմնական նախարարություններին։ Օրինակ, բժշկական կենտրոնների ղեկավարների նշանակման գործընթացը փոխանցվել է առողջապահության նախարարությանը, իսկ հանրակրթական դպրոցների կառավարման լիազորությունները ԿԳՄՍ-ին։ Մի կողմից դա հեշտացնում է կառավարիչների աշխատանքը, չինովնիկների աշխատանքը, մինչև պետության բարձրաստիճան օղակներ։ Մյուս կողմից որոշումները, որոնք կայացվում են բրգի վերևում, կարող են կտրվել իրականությունից եւ հաշվի չառնել այն առանձնահատկությունները, որ տեղերում կան։ Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության համաձայն քննարկվող մոդելով կառավարության ներկայացուցիչը մարզում հիմնականում կիրականացնի ներկայացուցչական եւ վերահսկողական գործառույթներ, մինչդեռ ոլորտային քաղաքականության իրականացումը կկենտրոնացվի նախարարություններում ու տեղական ինքնակառավարման մարմիններում։ Եթե դու պատկերացում չունես, ինչպիսի
տեսլական ապագայի կոնցեպցիա է դնում Հայաստանի տեղական ինքնակառավար մարմինների զարգացման այդ կոնցեպցիան որն է ընդհանուր վերծված այդ դա կոչվում է տնտեսական աշխարհագրություն առանձին մասնագիտություն է երբ որ վերցնում եւ ինչպես ղեկավարել է տարածքը եթե դու դա չես պատկերացնում ապա դու մարզպետարանը լուծարեցի դրեցիր կոմիսար ընդհանրապես քո ձեռքով կառավարման սկզբունքները աշխատել ուրիշ ոչ չի Մարզպետարաններից նախարարություններին որոշ գործառույթների փոխանցման process-ը նախկինում արդեն փորձագետների շրջանում մտահոգությունների տեղիք է տվել։ Կա կարծիք, որ օրինակ կրթության ոլորտին վերաբերող գործառույթները մարզպետարաններից վերցնելուց հետո այդ դաշտում ունենալու են խնդիրներ։ Երևանում նստող պաշտոնյան նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի ունենալու տեղերում գոյություն ունեցող իրավիճակի մասով հստակ պատկեր եւ չի կարողանալու օպերատիվ արձագանքել այս կամ այն խնդրին։ Մենք շատ դեպքերում տեղերում համայնքներին կարող ենք տալ շատ մեծ պատասխանատվության բեռ եւ ի վերջո ամբողջ խնդիրների լուծման պատասխանատվությունը ընկած է հենց այդ հանրային ծառայողների վրա, բայց որոշումների կայացումը տեղի է ունենում կենտրոնացված մակարդակով։ Աշխարհում 1 տասնյակից ավելի պետություն, որոնք չունեն մարզեր, նահանգներ եւ շրջաներ կամ առանձին կառավարման համակարգեր, սակայն դրանք գաճաճ պետություններն են։ Վատիկանը, Մոնակոն, Սինգապուրը, Նաուրուն, Անդորան, Մալթան, Տուվալուն, Մարշալյան կղզիները այս պետություններում կամ չկան վարչական բաժանումներ կամ տեղերում նշանակված են կառավարության ներկայացուցիչներ։ Ծաղել վարկով, պարկով, ուրա, եկել եք շուկա, ապրանքից բացի առնողտենում ես, Լոլիկի դաշտերում այս տարի բերք կա, բայց գյուղացիների դեմքին մեկ է, ժպիտ չկա։ Շուկաներում վաճառողներն ասում են ամբողջ օրը սպասում են գնորդի, բայց տուն են վերադառնում գրեթե ձեռնունայն, դատարկ գրպաններով։ Իսկ նրանք, ովքեր ամիսներ շարունակ վարկով մշակել են հողը, այսօր կանգնել են ամենածանր հարցի առաջ՝ ում վաճառել բերքը եւ ինչպես փակել պարտքերը։ Առավոտից շուկաներում նույն պատկերն է։ Արկղերելի են գիրք բանջարեղենով, բայց գնորդների հոսքը զգալիորեն նվազել է։ Որ հեկտարներով մշակում եմ, վայրան չկա, հնարավորություն դարկեր չունենա, որտեղ գնա 40 հոգով բաղուներ են պահում։ Ուրիշ տեղ չի ճաքի, մենակ էս բազարի մեջից մարդ վեկալես, ուրիշ բազարի մեջը ծաքի էլի, ու քանուտի մեջը ծաքի, սուպերմարկետի մեջը։ Լճացում է, շատ ուժեղ լճացում է, ոչ մի տեսակի շարժ չկա, ժողովրդի դերան երևի գումար չկա, կամ որ էժանա պահանջար չունեն։ Ոմանք դժգոհում են ու նշում, որ ամբողջ տարվա չարչարանքից հետո գրեթե ոչինչ չեն հավաքել։ Գյուղացիներին մեծապես վնասում է նաև կայքերում էժան գներով առաջարկվող իրանական տոմատի մածուկը, որը այսպես ասած խփում է իրենց գործին։ Այն ժամանակ էլի գոնե զավոդներ են ընդունում, ճարահատված տանում տալիս են մարդիկ զավոդին, այսօր հետ էլ չեն ընդունում։ Հələ որ եթե ստենաս մարդկա պամիդորը թափիր ջերմոցի մեջ նեխիրել։ Բայց նույնիսկ այնտեղ, որտեղ բերք կա, խնդիրներն ավարտված չեն։ Գյուղացին վստահեցնում է ինքը բերքը էժան է տալիս, մինչդեռ սպառողը նույն ապրանքը գնում է մի քանի անգամ ավելի թանկ։ Շահույթն ասում են ճանապարհին է մնում ու հայտնվում միջնորդների գրպանում։ Պահանջարկը շատ քիչ է, եթե էժանել է, դուրս չի գնում հիմնականը։ Որ դուրս տանեն, պակասի շուկան, տեղի շուկան։ Իսկ հիմա որ մեր մոտ արդեն շատ էժան է, էլ դրսից չեն բերում։ Ճանապարհները փագա, արտանում չի լինում, դրանով գյուղացին տուժում է։ Հետո երկրորդ ցերտին արժեքը ընկնում է։ Պարարտանյութ, թունաքիմիկատ, վառելիք, ոռոգում, աշխատուժ։ Գյուղացին ասում է ամեն ինչ թանկացել է բացի իր աշխատանքի արժեքից։ Աշխատող գտնելն էլ առանձին խնդիր է դարձել։ Իսկ եթե անգամ հաջողվում է գտնել, օրավարձերը այնքան բարձր են, որ շատերը պարզապես չեն կարողանում վճարել։ Այս ամենին գումարվում են վարկերը։ Շատերն ասում են հողը մշակել են բանկից վերցրած գումարով, հույս ունենալով, որ լոլիկը կվաճառեն ու կփակեն պարտքերը։ Բայց այսօր արդեն այդ հաշվարկները իջիկ են դարձել։ Այս օրերին լոլիկ արտադրողները ի նշան բողոքի փակեցին Երևան-Երասխ ավտոճանապարհը։ Նրանք ասում են պահածոներ արտադրող ընկերությունները հրաժարվում են լոլիկ մթերել, պարզաբանելով, որ պահանջարկը նվազել է։ Անց տարի ասեցին մյուս տարի լավ ալնելու, այս տարի ավելի վատ եղավ։ Որ ֆուրերն եկան, ըստ բերան, որ նորից չծախվավ, տարան մարդիկ թափան զիբիլանոսները։ Միլիոններ են վարկ։ Այս տարի դաթարով ատված վարկը, բայց ինչ արած։ Լետնան գաստեն են գոնի ամսական
Այդ 5 ամիսը վճարներ անենք։ Այսօր սակայն նույն հարցը կրկին օրակարգում է։ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումներն ու արտահանման հետ կապված դժվարությունները ըստ գյուղացիների էլ ավելի են խորացրել առանց այդ էլ ծանր վիճակը։ Նրանք ասում են բերք ունեն, բայց շուկա չկա։ Գյուղացին այս համար հարկադրված է պայքարել ոչ միայն եղանակային վայրիվերումների, այլև շուկայի դեմ։ Մի կողմից ցրտահարությամբ պայմանավորված վնասներ, մյուս կողմից գնալով թանկացող ծախսեր, ոչ մի լոլիկ արտադրող գործարանի դռների առաջ պետքա չմնա։ Դաշտերում բերքը հասունացել է, բայց եթե այն չհասնի սպառողին, գյուղացու ամբողջ տարվա աշխատանքը ուղղակի ջուրը կարող է ընկնել, դառնալով հերթական կորստի պատճառ։ Իսկ այս օրերին գյուղերում ամենաշատը հնչող, եթե բերքը չվաճառենք, վաղը նորից ինչով ենք հող մշակելու հարցը շարունակում է մնալ անպատասխան։ 2027-ի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնելու պլաստիկ եւ պոլիէթիլենային արտադրատեսակների նկատմամբ նոր սահմանափակումները։ Սպասվող շրջակա միջավայրի պահպանությանը միտված փոփոխությունները արտադրողների եւ գործարար համայնքի մի հատվածի մոտ առաջացնում են ժամկետներին հարմարվելու ներդրումների, արտադրական գործընթացների եւ հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ հարցեր։ Մեր տեսակետը նա է, որ գնալ աշճանական, ոչ թե միանգամից ասենք, թե կտրուկ կրճատումներ անել, այլ դա գնալ փուլերով, ասենք, թե առաջի էտապ թող լինի, ասենք, ենթադրենք այդ մեկ անգամյա օգտագործման տանակ, պատարակավ, բաժակ, այս կարգի բաները, որոնք ավելի շատ հայտնվում են բնության գրքում։ Արտադրողները նշում են նաև, թե վերջին տարիներին իրականացրել են զգալի ներդրումներ, այդ թվում պետական աջակցության ծրագրերով ձեռք բերելով նոր սարքավորումներ։ Քննարկման ընթացքում հնչել են նաև առաջարկներ հնարավոր անցումային մեխանիզմների, պետական աջակցության եւ արտադրության վերազինման ծրագրերի վերաբերյալ։ Առաջարկություններ կան նաև այն մասին, որ կառավարությունը պետք է օրենքը ընդունելը ժամանակավորապես սառեցնի։ Տնտեսվարողների այն մտահոգությունը, որ պետք է նոր սարքավորումներ ձեռք բերելու համար նրանք պետք է ակնկալեն նաև կառավարության որոշակի սուբսիդավորման ծրագիր ունենալ, կառավարությունը պետք է ունենա, որ նրանց նոր տեխնոլոգիական հոսքագծեր ձեռք բերելու համար սուբսիդավորի, որոշակի չափով հարկային արձակուրդ սահմանի նրանց համար։ Շրջակա միջավայրի նախարարությունից էլ ընդգծում են, թե քաղաքականությունը իրականացվում է փուլային սկզբունքով, իսկ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, հաշվի առնելով տնտեսվարողների առաջարկները։ Հստակ ունենք, արգելվելու է պոլիէթիլենային տոպրակները, որ կան նաև բացառություններ, եւ արգելվելու է մեկանգամյա օգտագործման սպասքը։ Նախարարությունից հավելում են, որ օրենքի կիրառմանն զուգահեռ շարունակվում են իրազեկման աշխատանքները ներգրավելով առևտրային ցանցերին, արտադրողներին եւ մյուս շահագրգիռ կողմերին։ Մենք նաև քաղաքացիներին ինքներս տրամադրում ենք այլընտրանքային տոպրակներ եւ շատ մեծածավալ քանակի դրանք բաժանվել են քաղաքացիներին սուպերմարկետներում, բոլոր միջոցառումների ժամանակ, ուղղակի փողոցում ակցիաներ ենք իրականացրել, բաժանել ենք, մեզ իրազեկումներով միացել են մեր միջազգային գործընկերները։ Մինչև 2027 թվականի հունվարի 1-ը տնտեսվարողները դեռ ժամանակ ունեն նախապատրաստվելու նոր կարգավորումներին։ Էսի վարկյանում քանի լիտր կկորի։ Մոտ 3 օր է արտակարգ վիճակ է Նուրնուսից դեպի Նուրնուսի ամառանոցներ տանող ճանապարհին վնասված խողովակ կախմելու ջուրն աննպատակ հոսում է։ Ուսեց, այս բանն է էս, էսա դրա համար ջուրը փողոց չի լցվում։ Վթարը վերականգնել կարծես թե ոչ ոք չի շտապում, բնակիչներն էլ ապարդյուն են համարում Վեոլիա ջուրընկերությանը դիմելը ու նաև ահազանգելը, սայլը տեղից միևնույն է չի շարժ։ Ամբողջ Գյուրեղաբանը, ամբողջ Կոտայքի մարզի մեծ թվով բնակիչների, չի մենակ Կոտայքի մարզի, Երևանում, հանրապետության տարբեր մարզերում մարդիկ օրերով ջուր չունենան, ջուրը այսպես գնացքորի, իսկ հարգելի պատասխանատուներ, դուք քար անտարբերություն ցուցաբերեք այս ջրի կորստի համար։ Այս օրերի ընթացքում մեծ քանակությամբ ջուր է վատնվել, ու որպեսզի հաջորդող օրերին խնդիրը լուծվի, Կոտայքի մարզպետի ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ուշադրությունն են հրավիրում։